Հորովել երգի պարի պետական անսամբլը ստեղծվել է 1958 թվականին Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային համույթի բազայի վրա։ Արդեն 1972 թվականին հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը եւ արտիստների վարպետությունը, նրան շնորհվել է պետական կոչում եւ վերանվանվել է Հորովել երգի պարի պետական անսամբլ։ Ստեղծագործական ակունքը ժողովրդականն է եւ այս հաշվետու համերգին էլ ներկայացվեցին Քոչարի վերվերի, Աղբյուրի մոտ Տարոնի ազգագրական պարերի շարք, ազգագրական պարերի շարան, գյուղական պատկերներ, պարային բեմադրությունները զուգակցվում էին ժողովրդական երաժշտությամբ եւ գուսանական երգերի կատարումներով։ Նոր գործերը շատ կան, գործիքային համարներ ունենք, Խաչատուր Ավետիսյանի էքսպրոմտ ունենք, կանոնի մենանվագով, ունենք ուրմերեցիների պարը, ունենք շատ երգեր, նոր երգեր եւ պարեր ունենք նոր։ Կարող այդ պարերը հին հորովելցիների առաջվա այն նոր հիմք դրված հորովելի ծրագրից է, բայց մենք վերականգնել ենք, նոր սերունդն է պարում եւ իհարկե փոփոխություններ կան պարերի մեջ։ Վերջի ժամանակաշրջանում հորովելը իր տեսակն ունի, ժողովուրդը այսօր տոմսերը ծախել ենք, տոմս ուզողներ կան, ադմինիստրատին ասեցի, ասма տոմս չկա, բայց շատ ուզող կա։ Անսամբլը այսօր ուշադրության կարիք ունի, ժամանակին ունեցել է երգչախումբ, ինչ-ինչ պատճառներով 1990-ականների սկզբին երգչախումբը դադարել է գործունեությունը։ Այսօր անսամբլի ղեկավարությունը փորձում է կրկին վերականգնել կորած ավանդույթը, քանի որ բոլոր երաժշտական եւ պարային մշակումները արվել են հենց երգչախմբի հետ աշխատելուն հարմարեցված։ Երգչախմբի վերականգնման համար անհրաժեշտ է ընդամենը 10 հաստիքային աշխատատեղ։ 2004 թվականին ստեղծվել է Հորովել պարային դպրոց-ստուդիան, որը ղեկավարում է անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանը։ Չնայած ուսուցումն անվճար է եւ եթե համեմատենք 5 տարի առաջվա տվյալների հետ, այսօր հոսքը ավելի շատ է, այնուամենայնիվ ստուդիան ունի տղադիմորդների պակաս։ Ու հիմնական նպատակը ստուդիայի այն է, որ անընդհատ պարային անսամբլը, պարային մասսա անսամբլի պահենք ավելի թարմ ու երիտասարդ վիճակով ու դա մեզ հաջողվել է։ Ահավասիկ այն հանգամանքը, որ այսօրվա համերգի կոնկրետ քանակ չասեմ, 80-90% ստուդիայի շրջանավարտներն են։ Հերմինե Օհանյան, Նորայր Այունց, Լոռի հեռուստաընկերություն։